Իմ ետևում երեկվանից որոնվող 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի տունն է։ Նախնական տեղեկությունների համաձայն 3-ամյա Տիգրանը 3 կեսօրին մոտ 1-ի սահմաններում մանկապարտեզից տուն է վերադարձել եւ տուն վերադառնալուց հետո եղբոր հետ խաղացել է տան բակում։ Հետո հեռացել է տնից եւ եղբայրը միայնակ է եկել տուն։ Ես կողմերը չի եկել, մենք երեխա չենք տեսել ես կողմերը։ Երեխալի կարող խայլած եկածել է։ Դուք ճանաչում եք այդ ընտանիքին, Տիգրանի ընտանիքին, այդ փոքրիկի, որը կորել է։ Մենք որ խանութ ենք ունեցել, եկել են, գնացել են, առևտուր են արել ծնողները, բայց մենք շփում չենք ունեցել հետը։ Իրանց ընտանիքի հետ երբեք չեմ, սկի իրաստունը չեմ էլ մտել, ես անձամբ ես չեմ մտել։ Այդ փոքրիկին Տիգրանին տեսել եք երբևէ։ Չէ, հեսա նոր նկարով տեսա, նոր այդ Facebook-ում նոր տեսել եմ, շատ սիրուն, մարմինս փշաքաղվեց, այս 30 տարի է ես այստեղ եմ ապրում, ես չեմ տեսել այս ձևի երեխա գողանան, կորի, եսի մինչ էլ այդ ձևի բաներ չենք տեսել մենք։ Մենք իրիկունը չենք իմացել, սաղա Հայաստանը գիտի, մենք չենք իմացել, որ մենք մեր տան մեջը զանգում են, սս բան կա, դուք խաբար չեք, ասում ենք չէ, մենք խաբար չենք։ Ծնողը երեխ որ գալիս է մեր տուն, ձերից բռնած գալիս է մեր տուն, հետո գնում իրանց։ Երեքում բաց չթողում։ Խելոք ընտանիք են, աշխատող ընտանիք են, տանջված չչարվում են, աշխատում են, ապրում են։ Ուրիշ ոչ մի բան։ Մենք շատ հեռու ենք ապրում, բայց այդքանն ենք գիտեն։ Երեխային ճանաչում եք, տեսել եք երբևէ։ Չէ, չենք տեսել, բայց շատ խղճում ենք մեղքին քրփեն։ Սովորական մարդիկ են, բարելուս շատ մոտիկ չենք, բայց ոչինչ էլ։ Որպես գյուղաց շփումը քիչ է, այնքան չեմ շփում հետարները, բայց դե լավ ընտանիք են, վատը չեն։ Ու մորը ճանաչում եմ, Փարանձեմին, մեր Դաշկեսանի շրջանի Կուշչի գյուղից, Վաթյան ազգանունը, Կոնոցելս ազգանունից, գիտեմ, էլի իրանց ընտանիքին ես ծանոթ եմ։ Առավոտն եմ իմացել է, մեքենաները մեր դաշտով գնում գալիս են, ես շատ իմանում այդ ինչի են գնում, առավոտը Սիմոն ասեց իրանց բանը, որ երեխեն կորել է, էդ իմացալ է, ոչ մեղքա թող գտնենք։ Ինչքան առաջ քաշված վարկածներ ունենք, բոլոր վարկածները ստուգվում են, իրականացում են որոնողը փրկարարական աշխատանքներ, աշխատանքների ներգրաված են ոստիկանության 150 ծառայով եւ փրկարար ծառայության 150 ծառայով։ Նաև մի վարկած կա, որ այս տարածքում է խաղացել, հա վերջին անգամ այստեղ են տեսել։ Ստուգում են, բոլոր վարկածները ստուգում են եւ ոստիկանության եւ փրկարար ծառայության կողմից։ Վարկածների մասին ինչ կասեք դուք։ Որևէ վարկած չեմ կարող մատնանշել, հաշվի առնելով, որ որևէ այնպիսի բան չկա, որի վրա կարելի է հիմնվել։ Գողացել են, չգիտեմ, հարակից ջուրը։ Այդպիսի վարկածներ մի բան արեք։ Չէ, ուղղակի, հա։ Ընդհանրապես պետք չի որևէ վարկածի շեշտադրում անել, հաշվի առնելով, որ աշխատում է թե ոստիկանությունը, թե փրկարար ծառայությունը, թե քննչական մարմինները, բոլորը այստեղ են, իրենց աշխատանքները կազմակերպում են, եթե ինչ-որ մի բան լինի հայտնելու, վստահ եմ, որ կհայտնեն։ Սևան քաղաքից ենք հիմնականում, կազմել ենք մի քանի օգնանոց ջոկատ եւ կամավոր եկել ենք մասնակցելու որոնողական այս աշխատանքների Լճափնյա մասում ենք հիմնականում տրամադրված եղել է թաղվածը մեջ ֆրդրել ենք բոլոր մինչև լճի ափենք դուրս եկել ոչ մի հետ ոչ մի բան չենք Հա, բերում են մանկապարտեզ, ես ամեն օր չեմ մտնում մանկապարտեզ, երեխեքի ձայնը գալիս էր, բայց չգիտեմ Տիգրանը երեք մանկապարտեզում եղել է, թե չէ։ Իսկ այսօր
երեխաներին։ Այսօր ոչ մի երեխա չեն բերում։ Ինչ որ կասկածելի վարքագիծ, կասկածելի տեղեկություններ վերջին շրջանում ընտանիքի մասով չեք լսել։ Չէ, բոլորովին։ Իրանք խելուկ ընտանիք են, խեղճ ու կրակ, իրանցով ապրող, ափսոսում ենք, շատ ենք ափսոսում։ Շատ լավ երեխաների միջի ամենասիրուն երեխան էր, խելոք։ Առողջ էր Տիգրանը։ Առողջ երեխա էր, իր պրիվիլեգիա ինքը ժամանակին ստացել է, ծնողը շատ հետամուտ էր, բոլոր պրիվիլեգիային նորմալ, ժամանակին տանում էր, բերում երեխաներին, հա։ Մանկապարտեզից հետո է, չէ՞, փաստորեն կորել ինքը։ Հա, մանկապարտեզը մինչև ժամը 1-ն է, ինչքան գիտեմ 1-ն է մինչև, հա։ Երեխաներին գալիս են տանում են ծնողները, իրանց տնից է կորել։ Մի հրաշք ըրնի գտնվի այդ երեխեն, ուրիշ ոչ մի բան չեմ կրում։ Ված ժողովուրդ չեն, որ ասած անտես են, որ ասած երեխեք մաքուր, ծիրուն, հագնված, կոկիկ, բերում, տանում էին։ Դու ինչ արած։ Փորձանքը որ գալիս է նայում է։ Կարող էր քայլելով հասնել դեպի լիճ։ Դե քայլում է, որ ասած չի քայլում, սուտ է, քայլում է։ Դե ես էլ եմ զարմանում, բայց այդքան երկար ճանապարհն է։ Չքնե, ես ինչ երեխա է, դες կարա իմանաս։ Փրկարարներին ու ներքին գործերի նախարարության աշխատակիցներին միացել են գյուղի բնակիչները, հարակից բնակավայրերի բնակիչները, որոնողական աշխատանքները շարունակվում են ափամերձ հատվածներում, հարակից անտառներում եւ ամբողջ գյուղում։